Հարևան երկիրը, տեսնելով մեր երկրի թուլությունը, չհավատալով իր բախտին, հարևան երկրի ղեկավարը ամեն իր ցանկությունը տեսնելով, որ ի կատար է ածվել, Ադրբեջանի ղեկավարը նոր ցանկություն ունի։ Հայաստան տեղափոխել իր ժողովրդին, արդեն 10 միլիոն դարձած ադրբեջանցիներից իրենց ասելով իբր 300,000 մարդ է ստեղ ապրել։ Ոչ մեկն չեն ապրել, ստեղ քիչ բնակչություն են իրանք ունեցել, ժամանակավոր են եկել։ Այս մարդու ընտրվելուն աջակցում են ուղիղ Ադրբեջանից, օրվա ռեժիմով ընդեղից ստեղ հայրեն լեզվով խորհուրդ են տալիս, ասում են մենք ուզում ենք, որ ընտրվի Փաշինյանը, գյումրեցիները ու ամբողջ թասիբով հայ ազգը դա թույլ չի տալու։ Գնացեք ընտրության, այս ընտրությունից կախված է մեր բոլորի ապագան, այս ընտրությունից կախված է այս իմ թեմը, այս ամբողջ հատվածում գտնվող երեխեքի ապագան։ Ժողովուրդ, մենք մեր սերունդներին պատասխան ունենք տալու։ Հայը պիտի մնա հայ։ Հայաստանի Հանրապետությունում պիտի ապրի, պիտի արարե մենակ ու մենակ հայը։ Անկոտրում եւ առանց վախի։ Եվ ես հավատում եմ, որ դուք ընտրելու եք խոսելը եւ ոչ թե լռելը։ Եվ դուք ընտրելու եք գնալ հանուն ուժեղ Հայաստանի, հանուն ուժեղ ապագայի, որը կարող է բերել Սամվել Կարապետյանը։ Մենք եկել ենք ձեզ խնդրելու։ Եկել ենք խնդրելու ամենաթանկը, որ ունի քաղաքացին եւ ժողովուրդը, դա իր իշխանությունն է։ Խնդրում ենք ձեզնից ձեր իշխանությունը, որպեսզի այն վերածենք բարիքի եւ վերադարձնենք ձեզ, սիրելի ժողովուրդ։ Այն որ ուժեղ Հայաստանում քաղաքական հետապնդում չի լինելու, իրավունքը գերակայող է լինելու, համաներում է լինելու, դա փաստ է, դա մեր ծրագրային խոստումն է։ Աղքատությունը չենք կարա հաղթահարենք, եթե չենք ստեղծում ուժեղ արդյունաբերություն, եթե Գյումրին չենք սարքում ներգնա տուրիզմի կենտրոն, լուրջ աշխատանք է պետք, դժվար օրեր են սպասվում, բայց ես ձեզ վստահեցնում եմ, մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակի մարզը դառնա ամենաբարեկեցիկ մարզը։